Ֆրանսիան պատրաստվում է դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Այս մասին գրում է չեխական Նովինկի կեցցեզետ կայքը, հղում անելով գերմանական ցայցունգին։ Վերջերս Ֆրանսիայի խորհրդարանում անկախ Ֆրանսիա քաղաքական կուսակցությունը ներկայացրել է ազգային ժողովին մի նախագիծ, որով պետք է դուրս գան ՆԱՏՕ-ից։ Կուսակցությունը սա բացատրում է նրանով, որ Ամերիկան նորից վերադարձել է բաց կայսերական քաղաքականության։ Եվ զարմանալին այն է, որ դեռ մեր երկրում գտնվում են մարդիկ, խունտա, ովքեր որ ծափ են տալիս, թե Ամերիկան եկել է իրենց փրկելու, եւ ահա թրիփը դա միակ փրկություն էր, հակառակ դեպքում մենք լրիվ կործանված ենք։ Բազմիցս իմ տեսանյութերում եւ ոչ միայն անդրադարձել եմ եւ խնդրել եմ սիրելիներս, ձեզ նեղություն տվեք եւ եւս մեկ անգամ կարդացեք ուրեմն մեր մեծն Լեռ Կամսարի Արամ Թովմասյանի համաշխարհային բժիշկ ֆելետոնը։ Կարդացեք եւ տեսեք, թե ով է կեղտոտ Ամերիկան։ Նրանք բացի չոր բիզնեսից, հատկապես երբ խոսքը վերաբերում է Թրամփին, ոչ մի բանի ընդունակ չեն։ Նրանք չգիտեն ինչ բան է կարեկցանք, արդարություն, չգիտեմ, դեմոկրատիա եւ այլն։ Այս ամենը ինչ կատարվում է, դա ընդհանրապես կեղծիք է եւ տեսնում ենք, որ աշխարհը կռիվ է տալիս ընդհանրապես միայն ռեսուրսների համար։ Ես նորից եմ անդրադարձել այս թեմաներին եւ մի քանի տեսանյութեր կանեմ, ոչ միայն ՆԱՏՕ-ն, այլև Եվրամիությունը շուտով փլուզվելու են։ Իհարկե շուտով դա չի նշանակում վաղը կամ մեկ շաբաթից կամ մեկ ամսից, բայց նրանք արդեն փլուզման եզրին են ու չգիտես ինչու մենք ուր ենք վազում։